Վարչապետն այցելել է պետական եկամուտների կոմիտե, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի, մասնավորապես պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի եւ արձանագրված արդյունքի համար։ Վարչապետի դիտարկմամբ հարկային համակարգը եւ պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ Բայց վարչապետի պաշտոնում առավել եւս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները եւ հարկային համակարգը առաջնային է, որովհետեւ առանց բյուջեի չկա պետություն։ Այսինքն էլի ուրիշ ատրիբուտներ կան, որ առանց որոնց չկա պետություն, բայց ես կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ եւ հարկային համակարգը պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը, այս ամենը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն եւ ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառօրինակ ընդգծել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։ Կարծում եմ, որ բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում, ՀԴՄ հարկեր, օրենք, օրինականություն, մենք այս խորքային շերտերին էլ պետք է անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումը ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ 50-60 հազար ընտանիք բնակարանա ձեռք բերում նորակառույց շենքերում, եւ դա ըստ էության մի մեծ մասով տեղի ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձա տեղի ունենում։ Ըստ վարչապետի հարկերի հավաքագրումը պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ է։ Եթե այստեղ խնդիրներ կան, շոշափելի եւ էական, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ պետական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնների տրամադրումը եւ կոչ արել մարդկանց պահանջել այն։ Դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։ Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանն ու նշել, թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես թվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով ՊԿ ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին եւ ընդգծել, որ դրա նպատակը ապրանքների հետաձգելիությունն ապահովելն է։ Վարչապետի դիտարկման պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ ստվերի կրճատման հարցում, այսպես ասած, բովանդակային պոզիտիվ մեթոդները ավելի էֆեկտիվ են դուրս գալիս ի վերջո։ Եկեք վերադառնանք 2019 թվական, երբ որ մենք հարկային համակարգ ստեղծեցինք 20% եկամտային հարկ։ Այն ժամանակ շատ մեծ մտավախություններ կային եւ մտահոգություններ կային, թե պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն, մենք հարկերը կրճատում ենք, բայց մենք էականորեն ընդհանուր 30-35, 27 23-ից դարձրինք 20% եկամտային հարկ եւ մենք ինչ էֆեկտ տեսանք։ Եկամտային հարկի գեներացումը էականորեն ավելացավ, աշխատատեղերը ավելացան, իհարկե մի մասը ստվերից դուրս եկավ, մի մասը տնտեսական աճի հետ նոր աշխատատեղեր ստեղծվեցին, եւ ես շարունակաբար հիմա աշխատատեղերի աճը մասամբ նաեւ կապում եմ այն բարեփոխումների հետ, որ իրականացնում են։ Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԿ աշխատանքը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Մի մեծ դաշտ է բացվելու եւ այդ դաշտը կապված է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում, TRIP ուղի նախագծի իրագործման
գործնական փուլի հետ։ Մենք 26 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար, եւ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետեւ մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը ըստ վարչապետի մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։ Ամփոփելով վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար։ Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև գիտեք, մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին, որովհետև որևէ բան, որը տեղի է ունենում, ինքը որակյալ կարող է տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ է դրված, բովանդակություն է դրված, որը ուղենիշ է ծառայում բոլորի համար, եւ տեքստը հրապարակային է, եւ բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը։ Եվ այդ առումով ես կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք, հարկեր վճարել, այդ նոր հայեցակարգը, որը շատ կարևոր է, պետք է գիտակցվի վերջո, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, բառից բուն իմաստով, ոչ մի ընտանիք, այդ ընտանիքների թիվը 0 է, որ ինքը իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Նույնիսկ ամենաունևոր ընտանիքների դեպքում սա 100% ճշմարտություն է։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ 1 աղբյուրը։ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։